անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն, Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ, ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն, օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում, բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ, հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շնորհակալություն։ Նախ շնորհակալություն հայտնել այսօր միջոցառման կազմակերպման համար եւ շնորհավորել բոլորիս այստեղ գտնվող բոլոր ներկաներին աշխատանքի օրվա արդիվ։ Մեր ազգային տոնակցություն մենք այն նշում ենք որպես աշխատանքի օր։ Տարբեր երկրներում այն տարբեր անվանում է գրում աշխատանքի, աշխատավորների օր, աշխատանքի փառաբանման օր։ Մենք տոների եւ հիշատակի մասին օրենքում այն ֆիքսել ենք որպես աշխատանքի օր, ինչը նշանակում է, որ մենք փառաբանում ենք աշխատանքը, կարևորում ենք աշխատանքով արտադրության հաղթահարումը եւ միայն աշխատանքով ենք տեսնում բարեկեցիկ կյանք կառուցելու հնարավորությունը։ Եվ անդրադառնալով ձեր հարցին, ուզում ասել, որ բոլոր այստեղ ներկա գտնվողները հաստատ նկատած կլինեն, որտեղ ոլորտից են, թեմայի մեջ են, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել օրենսդրական դաշտում, հնարավորություն ստեղծելու համար աշխատաշուկայում ոչ մրցունակ անձանց աշխատանքի ընդունելու նպատակով։ Եվ սա ուղիղ բխում է նաև 25-31 թվականի մեր զբաղվածության ռազմավարությունից, որտեղ մենք ունենք առանձին թիրախում եւ թիրախավորել ենք տարբեր ուրեմն բնակչության կառուցվածքի մեջ տարբեր կատեգորիաների, որոնք կամ դուրս են մղվել աշխատաշուկայից եւ վերարտադրողական տարիքի կանայք, որոնք բնականաբար որոշակի ժամանակահատված հետ են մնում եւ չեն կարող մասնագիտական առումով հետ են մնում եւ չեն կարող հավասար մրցակցել տղամարդկանց հետ երիտասարդների, որոնք դպրոցն ավարտելուց հետո զորակոչվում են զինծառայության եւ չեն կարող ստանալ մասնագիտական կրթություն եւ նաեւ մենք ունենք մոտ 160,000 երիտասարդներ 18-ից 29 տարեկան, որոնք չսովորող եւ չաշխատող երիտասարդների խումբ, որոնց համար ռազմավարությունը ունի առանձին մշակած ուրեմն ծրագրեր։ Ես ինչու եմ հիմա կարևորում այդ ռազմավարական փաստաթղթերը, որովհետեւ մենք օրենսդիր մարմնում մեր գործողությունները բնականաբար սինխրոնիզացնում ենք մեր գործադիրի գործընկերների հետ եւ որևէ ռազմավարություն մշակելիս մենք անմասն չենք այդ ռազմավարությունների եւ որպեսզի մեկ-երկու օրինակ բերեմ, կուզեի հիշատակել օրինակ աշակերտման ինստիտուտը, որը աշխատանքային օրենսգրքում ներդրվեց, բայց պիտի ասեմ, որ մենք այդպես լավ փորձ չունեցանք, թե աշակերտման պայմանագրեր կնքվեցին գործատուների հետ։ Իմաստը որն էր աշակերտի կամ աշակերտման, մենք ըստեյության այդ տերմինն չունենք մեր աշխատանքային օրենսգրքում, ոչ փորձնակ, ոչ աշակերտ, ոչ պրակտիկանտ, բայց մեր բոլոր այս պետական հաստատություններում կային պրակտիկանտներ, ասում էին բարձր կուրսերից գալիս են ասեն պետական հաստատություն պրակտիկա անցնելու, ինչ իրավական հիմքով բացակայում է որևէ իրավական հիմք։ Բայց առաջի փոփոխությունը օրենսգրքում եղավ աշակերտման պայմանագրով գործատուի տալ հնարավորություն աշխատանքի ընդունվող անձին իր մոտ կամ այն կազմակերպությունում ուսուցանելու մինչև 5 ամիս ժամանակով պայմանագիր կնքելու, որի համար նա կարող էր վճարել նվազագույն աշխատավարձի չափով գումար։ Մենք այստեղ շնորհեցանք մեծ ուրեմն առաջընթաց, դրան հաջորդեց հաջորդ փոփոխությունը, մտցրեցինք փորձնակի ինստիտուտի հաստատությունը, բայց որը էլի կոնկրետ կատեգորիայի համար է, ուսումնառությունը ավարտած կամ բարձր կուրսերում կամ ուսումնառությունը ավարտած եւ մոտ 1 տարի առաջ ավարտած եւ աշխատանք չգտած քաղաքացիների համար է եւ փորձնակի պարագայում արդեն կար կոնկրետ վաստակության հասկացություն։ Մենք փորձում ենք նաեւ ֆինանսական խրախուսման միջոցով գործատուներին մղել նրան, որ աշխատաշուկայից վերցնեն անձանց, որոնք չունեն աշխատանքային փորձ, մրցունակ չեն շուկայում, բայց ինքը կարող է պատրաստել որպես իր համար կադրեր, որովհետև մենք ամեն անգամ այս խնդրի բախվում ենք, որտեղ աշխատողը ձեռք բերի իր առաջին աշխատանքային փորձը։ Եթե բոլորն ուզում են աշխատանքային փորձ, բայց որևէ մեկը չի ուզում այդ փորձը ինքը տալ ապագա աշխատողին,
պետությունը խրախուսում է այդ գործատուին, որպեսզի նա վերցնի ոչ մրցունակ անձանց ինքը սովորեցնի։ Սրան գուվարեք նաև այն փոփոխությունը, որ կատարեցի կամավոր աշխատանքի մասին օրենքներությունելով, իհարկե կամավոր աշխատանքը աշխատանքային ստաժ չէ, բայց մենք մի ձևակերպում գրեցինք, որ կամավոր աշխատանքի ժամանակահատվածը կարող է դիտել որպես փորձառություն։ Այսինքն այլ հավասար պայմաններում գործատուին հուշում ենք, որ դու կարող ես նախապատվությունը տալ կամավոր աշխատանք ունեցող անձին։ Եթե մենք ավելի իրավական առումով հզորացնենք այս ինստիտուտը, ես կարծում եմ, որ մենք այդ փոփոխությունների կգնանք։ Մենք դա կդարձնենք նաև օրենսդրական պարտադիր պահանջ, այն առումով, որ այնպես ինչպես միջազգային տարբեր բուհերն են իրականացնում կրեդիտների առումով, որպեսզի ուսանողները պարտադիր կրեդիտ ունենան կամավոր աշխատանքի, կամ ուղղակի օրենքում կգրենք, որ այլ հավասար պայմանների դեպքում ապագայի համար սա արդեն ասում, իրենց գումարվան ազգային ժողովի պատգամավորներին լոբի կկանենք, որ այլ հավասար պայմաններում կամավոր աշխատանքը դառնա մրցակցային առավելություն։ Սրանք հիմնական փոփոխություններն են, որովհետեւ մենք կարողանանք աշխատաշուկայից մասկանց այդպես ներգրավել, աշխատաշուկայում նոր մարդիկ ներգրավել եւ սրան զուգահեռ նաեւ դուալ կրթության համակարգի հետ կապված կային փոփոխություններ, որտեղ մենք հնարավորություն ենք տալիս մասնագիտական ուսուցմանը զուգահեռ նաև գործատուներին իրենց մոտ կազմակերպել այդ արտադրական պրակտիկան հատուկ այդ մասնագիտական կրթական ուսումնական ծրագրերի շրջանակում։ Եվ որ ամենակարևորն է, փոփոխություններ են տեղի ունեցել օրենսգրքում այն հաշվառման, որ կարողանան վաղ մայրությունը եւ աշխատանքը զուգորդել։ Այսինքն մենք թեկուզ հեռավար աշխատանքի ինստիտուտը մտցնել է, ուղիղ միտված չէր երեխա ունեցող մայրերին, դες դեպքում մայրեր եմ ասում, որտեղ հիմնականում խրանքը մայրերն են իրականացնում, երեխա ունեցող մայրերը չէին այս կարգավորման թիրախը, այլ ընդհանրապես աշխատանք ավելի ճեպուն կազմակերպել է, բայց իր անուղղակի էֆեկտը եղավ նաև այն, որ երեխայի պարագայում մայրը կարող է չգտնվելով խնամքի արձակուրդում աշխատանքը կազմակերպել հեռավար եղանակով։ Չարաշահեմ ժամանակը այստեղ կանգ առնեմ, շնորհակալ եմ։